Օրերս տարածվեց London Times պարբերականի մի սկանդալային հրապարակում, ըստ որի արևմտյան տեղագործական ընկերությունները վտանգավոր նյութեր են փորձարկում հայ կանանց, երեխաների եւ հաշմանդամների վրա։ Պարբերականի մասին ոչ ոք չէր լսել, բայց այն սկսեցին եռանդով հերքել նախ առողջապահության նախարարը, ապա վարչապետի խոսնակը։ Ըստ հայ տեղագործների սա ֆեյք հրապարակում է, որի ոտքերն աճում են Հայաստանից, իսկ երեք ադրբեջանական Վեստի ազը հոդված հրապարակեց, որում նշվում է, թե վարկաբեկող նյութերը տարածում է Ստեփան Ավանեսյանը, ՀՀ առողջապահության նախարարի ամուսինը։ Մինչև վերջերս նրա Արմֆարմացիա ձեռնարկությունը հաջողությամբ իրացնում էր պետական պատվերները։ Միայն 2021 թվականին այն 240 համաձայնագիր է ստորագրել 44 պետական կառույցի հետ 606.7 միլիոն դրամի։ Բայց վերջին տարիներին Ավանեսյանի բիզնեսը սկսել է կորուստներ ունենալ։ Ըստ աղբյուրների պատճառն այն է, որ հայաստանյան ղեկավարությունը սկսել է ակտիվորեն առաջ մղել արևմտյան տեղագործական ընկերությունների շահերը, գրված է հոդվածում։ Ի դեպ ադրբեջանական կայքը հղում է անում ՀՀԱԾ իր աղբյուրներին։ Նիկոլ Փաշինյանի սրացումներն անգամ ՔՊ-ում չեն մարսում, չեն կարողանում նրա ասած արածների տակից դուրս գալ։ Արդեն քանի օր է պատերի տակ ՔՊ-ականները դատապարտում են նրան, ասում են չէր կարելի օրենսդիր մարմնում ընդդիմադիրներին համբալ անվանել։ Անգամ Փաշինյանի հավատարիմ զինակիցներն են խուսափում խոսել այս թեմայով, կրուտիտներ չեն կարողանում գտնել, ոմանք նույնիսկ հայտարարում են, թե չեն հավատում, որ վարչապետը նման բան ասած լինի։ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր իշխանափոխությունից հետո Փաշինյանի հովանու ներքո ապաստանած Սերգեյ Բագրատյանին 3 հարցրինք, լինելով նախորդ գումարման խորհրդարանների պատգամավոր, հիշում է, որ երբևէ որևէ վարչապետ ընդդիմության ներկայացուցչին թիվ 1 օրենսդիր մարմնում համբալ ասած լինի։ Հարցը լսելուն պես պատգամավորը խառնվեց իրար, դիմեց ժեստերի լեզվին, խնդրելով, որ յան տանք իրենից, ինքը չգիտի ինչ պատասխանի։ Երբ տեսավ յան չենք տալիս, մարաթոնյան վազքի չեմպիոնի նման դուրս նետվեց խորհրդարանի շենքից։ Մենք որոշեցինք հետապնդել նրան, ի վերջո նա ճարահատյալ նետեց no comment։ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, որը նախաձեռնել են մի խումբ հանրային գործիչներ, թեև տեղում դոփում է, բայց ստիպել է, որ բոլորն արտահայտվեն։ ՔՊ-ից հրացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Աստանյանը նախ հայտարարեցին, որ դեմ են նախաձեռնությանը, ապա Աղազարյանը հայտարարեց, թե քննարկում են ձևաչափը կմասնակցեն սեփական թեկնածուով, ինչը քննարկելու են իրենց Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության վարչությունում։ Վարչությունում օրերս հարցը քննարկվել է եւ ձայների մեծամասնությամբ ընդունվել, սակայն Հակոբ Աստանյանը դեմ է եղել։ Նա պարզվում է Փաշինյանին հրացնել է միայն ընտրություններով է պատկերացնում։ Աստանյանը երեք չհերքեց տեղեկությունը, ասաց, որ դա ոչ մի տեղ տանող գործընթաց է։ Ես սովոր չեմ մասնակցելու մի գործընթացի, որի հաջողությունը եւ իմաստը չեմ տեսնում։ Ես սովոր չեմ խալաստոյ կրակելուն։ Աստանյանը վստահ է, ժողովրդավար Հայաստանում ոչ մի ԿՊԱ-ական պատգամավոր չի համարձակվի մասնակցել Փաշինյանին հրացնելու գործընթացին։ Այդ ժողովրդավար երկրում ես այսօր դուրս եմ շպրտվել մի կուսակցությունից, որի համար 4 տարի դոշ եմ տվել, որպես ապացույց նշեց նա։